դատարանին, դատավոր Ֆարխանի մոտ է։ Մինչև հիմա որոշում չի կայացրել։ Մինչև հիմա դեռ չէ որոշել։ Եթե իշխանությունը վերահաստատի իր դիրքերը այս ընտրություններին, տեսականորեն եկեք սցենարը պատկերացնենք, ձեր ձերբակալումը եւ այնտեղ 20 քահանաներ ընդամենը 3-ն է, որ համաձայնել են իրական Արման Սարյանի մոտ։ Ինչ է կատարվելու մասնակցական թեմի հետ։ Հիմա սցենար եք տալիս։ Չէ, նշանակում է դժմանաբար դասում եք, որ առաջարկվել են այս տեղական իշխանության կողմից փակել եկեղեցիները, որոնք Այսպեսի սպառնալիքներ են ինչ։ հնարավոր է, որ Արարատում եկեղեցիները փակվեն նաև, որտեղ պարզվում է հոգևոր ծառայողները քիչ են եւ մայրաթորը չի անի նշանակում, ուղղակի չի անի։ Ես կարծում եմ, որ եկեղեցաբանությունը, հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կառավարումը, կանոնները, վարդապետությունը պայմանավորված չեն որևիցե տեսակի ընտրություններով։ Չի կարող հոգևորական այսօր ունենալ մի կեցվածք, ընտրություններից հետո փոխի կեցվածքը, եթե դա առնչվում է նմանատիպ վարդապետական խնդիրների։ Լավ։ Իսկ եթե ընտրությունները չեն, Աստված միարասցե ձեզ այսօր, վաղը կամ այսօրը ձերբակալում են։ Հա ինչ խնդիր։ Ինչ էր նրա Միքայել Սրբազանի որ ձերբակալեցին ինչ եղավ։ Այնտեղ չկար որևէ մեկը որ խաղում էր որպես թեմա կար եւ բռնել չէր տալիս քահանաներին, բողոքներ չէր գրում իր քահանաների դեմ։ Հա, բայց ճնշումները կային։ Ճնշումները կային։ Ապրեն մեր 20 քահանաները նաեւ այս բաժանում։ Ես կարծում եմ դիմադրելու խնդիր չկա, պարզապես հոգևորականը մնա իր կանոնական ընթացքի մեջ։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն ձեզ։ Գիտեք, չէ՞ ես